Բնական է, որ որևէ մեկը իրեն լավ զգալ չի կարող այն վայրում, որտեղ գտնվում է, առավել ևս, երբ որ ինքը չգիտի ինչ հանցանքի գործել, հա, որովհետև իրականում որևէ հանցանք չկա, ինչ որ հիմա փորձում են այսպես ցույց տալ կամ ձևակերպել։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ իմ գործընկերոջ Դավիթի Գալստյան հոգեվիճակը լրիվ կայուն, որևէ խնդիր ինքը առումով չունի, նույնիսկ դուք տեսնում եք դատավարությունների ընթացքում ինքը ժպտում է անընդհատ, գլուխը բարձր, հպարտ, որովհետև մարդ, ով գիտի, որ իր պայքարը, իր այսօրվա տառապանքները նաև հանուն հայրենիքի են, եւ դա նույնիսկ չգիտեմ չափելի չի այն ինչ որ տեղի է ունեցել պատերազմի ժամանակ, այն ինչ որ տեղի է ունեցել հայրենիքի համար պայքարի ժամանակ։ Ֆիզիկական, այսպես առողջական վիճակը փառք Աստծո նորմալ է պարոն Գալստյանի, բոլոր առումներով սա եւս պայքար է եւ պատերազմ է, որի մեջ հիմա ինքը գտնվում է։ Ցավոք պետք է այո արձանագրենք, որ այսօր իրավապահ համակարգը ինքնակամ, գիտակցորեն մտել է այդ հանցագործ գործընթացի մեջ եւ կատարում է իր համար ակնհայտ կարված շինծու գործերը տանում են ուղղությամբ ինչ հրահանգ, որ ինքը ունի։ Եվ գիտեք, ամեն անգամ մեր փաստաբանները, որոնք իրականում բացառիկ են ու պրոֆեսիոնալ են այդ առումով, ջախջախում են անընդհատ եւ սնանկությունը ցուցադրում են մեղադրող կողմի այդ չգիտեմ մեղադրանքների։ Դիք այնտեղ չկա որևէ մեղադրանք իրականում, որը կարող է դիմանալ փաստաբանների այդ հակափաստարկների։ Չկա որևէ հանցակազմ, բազմից ապացուցվել է դա։ Կոնկրետ իմ գործընկերոջը նույնիսկ տարել են քննչական գործողությունների, որտեղ որևէ փաստ չի արձանագրվել, չկա արձանագրված փաստ ուղղակի։ Եվ առ այսօր մենք օրինակ ուզում ենք հասկանալ, որն է պատճառը, որ առ այսօր կալանավորված է։ Նախորդ անգամ դուք շատ լավ տեսաք, ինչպես նաև Տիգրան Գալստյանի մասով բացահայտ նույնիսկ կա փաստ, որ ինքը լրիվ այլ վայրում է եղել, երբ իրեն նույն ձայնագրություններում լրիվ այլ բան է գրված իր գտնվելու վայրի մասին։ Եվ այսպես բոլորի նկատմամբ, հա, բոլորի հերթով կարելի է ասել, որ այստեղ որևէ հանցակազմ չկա,